Հայկական երկու տարբեր իրականությունների մասին են ԵԽԽՎ ամբիոնից խոսում Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչները։ Ընդդիմադիր Հայկ Մամիջանյանը միջազգային հարթակում խոսել է եկեղեցու դեմ ճնշումների մասին ու հրապարակել է քաղբանտարկյալների թիվը։ Զեկույցում հստակ նշվում է, որ այն ինչ տեղի ունենում հիմա պետության հարձակումն է եկեղեցու վրա։ Այնտեղ հստակ գրված է tensions between state and church. Այսինքն այն հեքիաթները, որ Փաշինյանը պատմում է, որ իբր սա եկեղեցու դեմ չի եւ այլն, հոդս են ցնդել նույնիսկ այս զեկույցի շրջանակներում։ Մինչդեռ ԵԽԽՎ պահպանողականների քաղաքական խմբի ներկայացուցչի հարցին պատասխանելով արտաքին գործերի նախարար Արարատ Միրզյանը հերքել է եկեղեցու դեմ բռնաճնշումները։ Միաժամանակ նախարարն օգտվել է առիթից ու խոսել է հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Մենք շրջում ենք տասնամյակների թշնամանքի էջը։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք կայուն ու բարգավաճ ապագա տանող այս պատմական ճանապարհին։ Հայաստանը շարունակում է վճռականորեն հանձնառու մնալ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Եվրոպացի գործընկերներին Միրզոյանը պատմել է Բաքվի բանտից ազատ արձակված 4 գերիների մասին, նշելով, որ Ադրբեջանի այդ քայլը նպաստում է խաղաղության ամրապնդմանը։ 4 հայ գերիների արձակումը, որոնք Ադրբեջանում էին, հույս է տալիս մեզ հաջորդիվ մնացած 19 պահվող անձանց արձակման, որոնք դեռ Ադրբեջանում են։ Արարատ Միրզոյանի հայտարարություններին հետևել է նաև ընդդիմադիր պատգամավոր Արտուր Խաչատրյանն ու մի քանի արձանագրումներ արել։ Արարատ Միրզոյանի ելույթներից ստացվում է, որ ադրբեջանցիները չեն հայաթափել Նախիջևանը, չեն հայաթափել Դաշտային Ղարաբաղը, չեն փորձել Արցախը ենթարկել էթնիկ զտման, արցախահայերի համար ստեղծել կյանքի անտանելի պայմաններ, որ նրանք լքեն իրենց բնորանը, նրանց նկատմամբ խտրական վերաբերմունք չեն ցուցաբերել։ Միրզոյանն ասել է, թե Հայաստանում սպասվելիք ընտրությունում հնարավոր է միլիոնավոր դոլարներ ներդրվեն ապատեղեկություն տարածելու համար, ուստի իրենք պատրաստվում են պաշտպանել ժողովրդավարությունը։ Թե ինչ մեխանիզմներով է իշխանությունը պաշտպանվելու, Խաչատրյանն է մեկնաբանել։ Բա գիտեք, ժողովրդավարության համար սպիտակ ձեռնոցներով են պայքարելու։ Հանուն ժողովրդավարության իրենք միգուցե ստիպված լինեն գործի դնել ժողովրդի տված պողպատեմուրջը։ Բա ժողովրդավարությունը հենց դա է։ Իզուր չէ, որ հենց Հայաստանն է ժողովրդավարության բաստիոնը։ Մաքիավելիզմը գործողության մեջ։ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը շարունակվում է։ Հայկական պատվիրակությունը բանաձևներ է ներկայացնելու, մեկը, որի հեղինակը Ռուբեն Ռուբինյանն է, արդեն ընդունվել է։ Ու մինչ իշխանությունը ԵԽԽՎ ամբիոնից Ադրբեջանին ու Թուրքիային բարեկամ է ներկայացնում, իսկ Հայաստանի ներսում թշնամիներ է փնտրում, ընդդիմադիրները փորձում են միջազգային այդ հարթակներն օգտագործել եվրոպացի գործընկերներին հակառակն ապացուցելու համար։ Սադամ Ակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում և TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։